Պարոն Կիվրյան, վերջին օրերին լայն քննարկման առիթ է դարձել Սամվել Կարապետյանի թիմի որոշումը անվտանգության հարցերով խորհրդատու ներգրավել հրեա մասնագետի, կոնկրետ գեներալ Զվիկա Խայմովիչին, առաջին հայացքից սա կարող է թվալ, որ շատ այսպես պրոֆեսիոնալ որոշում է, կշռադատված, վերլուծած, նա ունի 30 տարվա այսպես ռազմական փորձ, բայց հայկական իրականությունում, այսինքն հայկական իրականության մեջ կա մի հատված հասարակության, որը այս նշանակման մեջ տեսնում է ոչ թե կոնկրետ գեներալի, այլ մի պետության ներկայացուցչի, որը սերտ ռազմական կապեր ունի կոնկրետ մեր թշնամու հետ, Ադրբեջանի հետ։ Հիմա եկեք հասկանանք, միթե քաղաքականության մեջ կարևոր է միայն այն, թե ինչ ես անում, այսինքն այդ հաշվի առնելով նրա փորձը, գերակշիռ այդ տարիների, կարևոր չէ նաև այն, թե որքան հեշտ է քո քայլը հենց օգտագործել քո դեմ։ Այդ պահին, որովհետև անկեղծ ասած ինձ մոտ է sense միանգամից երբ հնչեց նրա անունը, երբ որ լսում էինք արդեն իրենց համագումարի ժամանակ, միանգամից առաջին հարցը որ եկավ, ասացի հիմա կսկսեն գրել, որ ահա հրեային բերել են ու ընդդիմադիր դաշտը այսպես էլի կսկսի տատանվել, հասկանալ ժողովրդի մեջ ինչ է առհասարակ տեղի ունենում, այս վախերը, նկատառումները ոնց դուք կմեկնաբանեք։ Ես ինքս գտնում եմ, որ այդ քայլը շատ սխալ էր, չարժեր այդ քայլին դիմել, հետևյալ նկատառումներից ելնելով։ Նայեք, ոչ մեկը չի ասում, որ դա փորձառու գեներալ չի, չնայած ինչքան որ ես ծանոթ եմ, ինքը դեք հակահարվածային այդ պաշտպանության, օդային պաշտպանության հեղինակներից մեկն է եղել, կարծեմ այդ Պրաշա Դավիդը, դրա, որը ինքը արդյունավետ էր որոշակի առումով Խամասի հրթիռների դեմ, որոնք իրենցից որևէ լուրջ սպառնալիք չէին ներկայացնում։ Ընդամենը կարելի է ասել, տրուբային, որ երկու ծայրը այսպես զոդված էր եւ կարողանում էին թռցնել։ Լուրջ զենքերի դեմ, օրինակ իրանական հրթիռների դեմ, ակնհայտ դարձավ, որ այդ համակարգերը այդ երկաթյագմբեթը, դա մնացածը անկարող եղան պաշտպանել։ Այսինքն իսկ պետք է հաշվի առնել, որ մեր հակառակորդները, այսինքն նույն Ադրբեջանը, ինքը զինված է շատ ավելի լավ, քան Խամասը, այսինքն իր հրթիռային պոտենցիալով ինքը կարելի ասել որոշակի իհարկե Իրանին զիջում է, բայց հաստատ Խամաս չի։